Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, նոյեմբերի 10 Հավիտենական Աստվածը քո ապավենն է, երկրորդ Օրինաց 33:27 Ապավեն բառը նշանակում է նաև ապաստան կամ ապստարան, ինչը հանգեցնում է այն մտքին, որ Աստված մեր ընտանեկան օջախն է, մեր կացարանը։ Այս խոսքերում լիություն և քաղցրություն կա, քանի որ մարդու տունը թանկ է իր սրտին, լինի այն աղքատիկ յուղակ կամ խղճուկ խրճիթ։ Սակայն որքան ավելի թանկ է մեզ համար երանելի Աստվածը, չէ որ նրանում ենք մենք ապրում, շարժվում և կանք։ Հենց տանն ենք մենք մեզ պաշտպանված զգում։ Մենք առանձնանում ենք աշխարհից և կատարյալ անվտանգության մեջ ենք գտնվում։ Երբ մենք Աստծո հետ ենք, չարից չենք վախենում։ Նա մեր հովանին և ապաստանն է, մեր ամրոցն ու փրկությունը։ Տանը մենք հանգիստ ենք լինում, հենց այնտեղ ենք հանգստություն գտնում հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո։ Նույն կերպ էլ մենք Տիրոջ մեջ հանգիստ ենք գտնում, երբ հոգնած կյանքի փոթորիկներից վերադառնում ենք իր մոտ և մեր հոգիները խաղաղության մեջ են գտնվում։ Տանը մենք թուլանում ենք, մենք չենք վախենում, որ մեզ սխալ կհասկանան, իսկ մեր ասածները թարս կմեկնաբանեն։ Երբ մենք Աստծո հետ ենք, մենք նրա հետ անկաշկանդ շփման մեջ ենք մտնում։ Նրա առաջ բացելով մեր նվիրական ցանկությունները, քանի որ եթե Տիրոջ գաղտնիքին իրենց վախեցողների հետ է, ապա նրանց գաղտնիքները, ովքեր վախենում են Տիրոջից, բացվում է նրան։ Տունը իրական մաքուր ուրախության վայր է, չէ որ հենց Տիրոջ մեջ են մեր սրտերը գտնում ամենախորը ուրախությունը։ Այն ուրախությունը, որ մենք ունենք նրանում, գերազանցում է բոլոր մյուսներին։ Տունն այն վայրն է, հանուն որի մենք աշխատում ենք։ Այդ մասին միտքն ինքնին մեզ ուժ է տալիս, մեր ուսերին տանելու ամեն օրվա բեռը, մղում է լուծելու մեր առաջ դրված խնդիրները։ Այդ առումով մենք կարող ենք վստահաբար ասել, որ Աստված մեր տունն է։ Նրա հանդեպ սերն ամրապնդում է մեզ։ Մտածելով նրա երրորդության անձ նրա թանկագին որդու մասին, տեսնելով արյունաշաղախ տառապած դեմքը, մենք էլ ավելի մեծ վճռականությամբ ենք լցվում ծառայել իր փառքի համար։ Այդ աշխատանքը էական նշանակություն ունի, քանի որ մենք փրկում ենք մահացողներին, հորտուն ենք վերադարձնում նրա անառակ որդիներին։ Երջանիկ են նրանք, ում ապավենը Հակոբի Աստվածն է։